Այսօր եկել եմ Երևանի քաղլույս մեկ օր աշխատեմ, ասում են շատ դժվար է, ուզում եմ հաղթահարեմ։ Դեռ չէի հասցրել համազգեստը հագնել ու Երեքախնից լսում եմ։ արագ վերցրեցի գործիքներս ու կայծակնային արագությամբ շտապեցի դեպքի վայր։ Բանից պարզվեց մտքարանի Արամն ա զանգել։ Ասում ա ստեղ լույսերը փչացել ա, պետք ա սարքել։ Լարը կտրած էր, շուտ փոխեցի։ Տեսա Երևանի մասին մտածող մարդու երջանիկ դեմքը հուզվեցի։ Բայց օրը նոր ա սկսվում, անցանք հաջորդ գործին։ Հաջորդ գործը ավելի դժվար էր։ Հոսանքի հին լարերը պետք էր նորով փոխել։ Պատկերացնում եք ինչքան կան այսպիսի լարեր, որ բազմաթիվ վթարի պատճառ են դարձել։ Այս գործն էլ ավարտեցինք, բայց դեռ այնքան բան կա անելու։ Անցանք առաջ։ Ստեղ էլ հոսանքի լարերը պետք է գետնի տակով տանել, որ քաղաքում խճճված լարերով սյուներ չլինեն։ Պետք է մաքսիմալ փորձենք շտկել խնդիրները, որ մեր Երևանը լինի աշխարհի ամենասիրուն մայրաքաղաքներից։ Ու այս մարդիկ գիշեր-ցերեկ աշխատում են հենց այս պահի համար, որ քաղաքը լինի այսպես լուսավորված։ Բա ժողովուրդ ջան, շատերդ էլ մտածում էիք, որ քաղաքի լույսերը վիգլուչացելով ամի անում անջատվում։ Չնայած ժամանակի ռուբիլնիկով էր աշխատում։ Իսկ ես գնամ հաջորդ գործին։